Հրապարակը գրում է. Թեպետ ՔՊ-ում վերևից հրահանգ է իջել Եվրամիության գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել, այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության սուվերենության դրսևորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։ Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից։ Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց։ Փոխարենը եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին, Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսևորելով եւ հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում։ Հրապարակը գրում է. Եվրամիության գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը քննարկվել է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հարցը։ Ներկա է եղել նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ասել է, թե Հայաստանը շահագրգռված է շարունակել փորձի փոխանակում նանոթաչու ավիացիայի ԱԹՍ-ների զարգացման հարցում եւ ընդգծել է, որ ուկրաինական փորձն անգին է Հայաստանի զինված ուժերի համար։ Զելենսկին պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները տարբեր նշանակության անօթաչու սարքերի արտադրության ոլորտում։ Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Թերթին հաջողվել է պարզել, որ 2025 թվականի ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատև պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Արմեն Գրիգորյանը։ Ժողովուրդը գրում է. Հայաստանի դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։ 2025 թվականին զինված ուժերում եւ զորամասերում արձանագրվել է 2248 դեպք, նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4%-ով։ Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8%-ով կտրուկ աճ։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8%-ով կտրուկ աճ։ Փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։ Առանձին մտահոգություն է առաջացնում բացահայտման մակարդակի անկումը։ 2025 թվականին արձանագրված 1221 հանցագործությունից 100-ի դեպքում մեղավոր անձինք չեն հայտնաբերվել։ Արդյունքում բացահայտման մակարդակը նվազել է 93.6%-ից հասնելով 91.8%-ի։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր ցուցակի առաջին 50 համարը հունիսի 7-ի նախընտրական քարոզարշավը մտադիր են սկսել հարավից, Սյունիքից։ Մայիսի 8-ին նրանք կշրջեն Սիսիանում եւ հարակից համայնքներում, իսկ մայիսի 9-ին մարզկենտրոն Կապանում մեծ հանրահավաք կանեն։ Թերթը գրել էր, որ ԿՊ-ն որոշել է բոլոր մարզկենտրոններում հանրահավաք անել, քանի որ ընդդիմախոսները հենց դա են համարում նրանց աքիլլեսյան գարշապարը, որ ունենալով վարչական ռեսուրս եւ լծակներ, այնուամենայնիվ չեն կարողանում մարդաշատ հանրահավաքներ անել, այլ համերգներ են կազմակերպում, որ երաժշտություն լսելու համար մարդիկ կան։ Հիմա որոշել են ապացուցել, որ կարող են, իսկ վերջում էլ ծրագրում են Երևանում ամփոփիչ հանրահավաք անել։ Վիզ են դրել եւ հրահանգել ոչ միայն Սյունիքի, այլև հարակից մարզի պատասխանատուներին սրով ու թրով մարդկանց բերել, այնպես անել, որ ներկայանալի հավաք կազմակերպվի։ Ի դեպ, ԿՊ վարչությունը որոշել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարզային այցերին պետք է մասնակցի ընտրացուցակի առաջին 50-յակը, իսկ երբ բացականներ լինեն 50-ից, հաջորդ 50-յակից մարդկանց կհրավիրեն, որ ավտոբուսը դատարկ չերևա։ Այս որոշումը կրկին դժգոհություն է առաջացրել հետին հորիզոնականների թեկնածուների շրջանում։ Նրանք այլևս կասկած չունեն, որ մեծ բանի չեն կարող հավակնել, որքան էլ իրենց կտեր տան, թե եթե սահմանադրական մեծամասնություն ունենանք, բոլորիդ համար լավ կլինի։ Փաստինֆոն գրում է. Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր ՓԲ ընկերության հետ անհատույց նվիրատվության վերաբերյալ։ Համալիրին դրամադրվել է 350 միլիոն դրամի չափով դրամաշնոր, անհատույց։ Նշված գումարը ծախսվել է շենքային պայմանների բարելավման եւ կարողությունների զարգացման համար։ Աշխատանքներն իրենց մեջ ներառել են կառույցի գլխավոր մուտքի հատվածի եւ աստիճանների մասնակի նորոգում եւ բարեկարգում, շատրվանների եւ հարակից տարածքների մասնակի նորոգում եւ բարեկարգում, կառույցի արտաքին հատվածների, նստարանների եւ աղբամանների վերանորոգում եւ նոր նստարանների մատակարարում եւ տեղադրում, ներքին բակ հատվածի մասնակի նորոգում եւ բարեկարգում,
կամ կառույցի ներքին աշխատանքներ։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ այս աշխատանքները պայմանավորված են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կազմակերպելու նպատակով։ Ժողովուրդը գրում է. Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը թեև ներկայացվում է որպես թվերի դեմ պայքարի, շուկայի թափանցիկության բարձրացման գործիք եւ ԵԱՏՄ շուկայում գործունեության պահանջ, սակայն այն դարձել է լրացուցիչ բեռ կամ թաքնված հարկ տնտեսվարողների համար։ Մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման արդյունքում, իսկ գործարարները բողոքում են։ 2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց QR կոդերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը 74 անուն, ներառելով կաթնամթերք, մսամթերք, դեղեր, վառելիք եւ լայն սպառման ապրանքներ։ Այսպիսով համակարգը դառնում է համատարած եւ ազդում գրեթե բոլոր ոլորտների վրա։ Թերթը տեղեկացնում է, որ մինչ այս դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացնում էր պետությունը։ 2024 թվականին պետությունը վճարել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ։ 1 միլիարդից քիչ ավել դրոշմապիտակների համար։ Նոր համակարգում այս ծախսը ամբողջությամբ տեղափոխվում է տնտեսվարողների վրա, բայց ավելի բարձր գնով։ Գործարարների հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ ցածրաժեք ապրանքների դեպքում QR կոդը կարող է ավելացնել ինքնարժեքը 5-ից 7%-ով։ Սա հատկապես զգայուն է փոքր եւ միջին բիզնեսի համար, որտեղ շահույթի մարժան արդեն սահմանափակ է։ Կարճ ասած, պետությունը խրախուսում է մենաշնորհը եւ գործարարներին ստիպում գումարներ վճարել մեկ ընկերության։